Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ Access վերլուծական կենտրոնի տնօրեն տնտեսագետ Հայկ Ասվանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Քննարկելու ենք ձեզ հետ 26-31 թվականի կառավարության գործունեության ծրագիրը եւ հիմնական ուղենիշային այսպես արդյունքները ցուցանիշները, որ այս ծրագրում արտահայտված են տնտեսական աճի, նոր աշխատատեղերի եւ այլնի վերաբերյալ, բայց սկզբից ընդհանուր հարց, այս կառավարության ծրագրի տնտեսական բլոկի ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմերը ըստ ձեզ։ Եթե ընդհանուր նկարագրելու լինեի, պետք է նշեմ, որ հատկապես տնտեսական մասը շատ զգուշավոր, այսպես ասած, կառավարության ծրագիր է ստացվել։ Տեսեք, եկեք կոնկրետ օրինակներով քննարկենք, ասենք, եթե մենք խոսում ենք օրինակ տնտեսական աճի թիրախի մասին 6%, այնպես է ստացվել, որ նախորդ 5 տարում կառավարությունը արձանագրել է, նկատի ունեմ երկիրը արձանագրել է 7.9% տնտեսական աճ, մենք հիմա 6% ենք թիրախավորում։ Իհարկե ես միամիտ չեմ կարծելու, որ դա պայմանավորված չէ արտաքին գործոններով։ Բնականաբար այդտեղ կար ռուս-ուկրաինական պատերազմի դրական հետևանքները մեր տնտեսությանը։ Այսինքն կառավարությունը կարծում է, որ այդ արտաքին գործոնների ազդեցությունը գնալով թուլանալու է, դրա համար է։ Բայց դրա փոխարեն նույն կառավարության ծրագրում մենք խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացման մասին, մենք խոսում ենք TRIP-ի գործարկման մասին, մենք խոսում ենք, եթե TRIP-ը գործարկվեց ըստ էության հայ-ադրբեջանական սահմանի բացման մասին, սա արդյոք պակաս նպաստավոր հանգամանքներ են մեր տնտեսության համար։ Իսկ ինչու համար է այդ դեպքում ավելի չափավոր նշված աճը։ Ես կարծում եմ զգուշավորություն են ցուցաբերել, որ եթե ինչ-որ մի իրավիճակում նշված արտաքին դրական գործոնների ի հայտ չկան եւ տնտեսական աճը չարձանագրի բարձր մակարդակում, գոնե նվազագույն իրենց սահմանաչափ ունենան, որպեսզի քննադատություններ չլինեն այդ ուղղությամբ։ Բայց նույն այդ խնդիրը կարելի է լուծել ինչպես նախորդ անգամ, նախորդ անգամ դրված էր 7%, առավել բարենպաստ իրավիճակում 9%։ Նմանատիպ մոտեցում կարելի է կիրառել այս դեպքում եւս, այդուհանդերձ հաշվի առնելով արհեստական բանականության խոշոր այդ պարտեզի, կառուցման նախաձեռնությունը հաշվի առնելով Լիդիան Արմենիայի գործարկումը եւ այլն 6%-ը ստիս բավականին զգուշավոր այսպես ասած տնտեսական ծրագիր է ստացվել։ 125,000 նոր աշխատատեղ իրատեսական է։ Ես կարծում եմ 125,000 նոր աշխատատեղը իրատեսական է մեր տնտեսության տեմպերին համապատասխան եւ հնարավոր է ապահովել 25,000-ը։ Նայեք օրինակ գրանցված աշխատատեղերը նախորդ տարվա համեմատ, երբ որ հուլիսին համեմատում ենք շուրջ 30,000-ի տարբերություն կա։ Հետեւաբար այս 25,000-ի մասն էլ որ խոսում ենք ինքը միանգամայն իրատեսական է։ Այստեղ էլ են ավելի չափավոր նշել իրենց այսպես ակնկալիքները կամ թիրախը, որովհետև եթե հաշվի ենք առնում վերջին 8 տարիներին ստվերից դուրս եկած եւ ավելացված աշխատատեղերը մոտավորապես 300,000 են, 280-300,000։ Հիմա 5 տարիների համար նշվում է 125,000։ Հաշվի առնելով տնտեսության թե որ ճյուղերն են առաջիկայում սպասում զարգացումներ, ես խոսեցի հանքարդյունաբերության մասին, խոսեցի արհեստական բանականության մասին, այդտեղ նաև դրանից բխող էներգետիկան, բնականաբար արհեստական բանականությունից բխող էներգետիկան աշխատատար չեն այդ ոլորտները։ Հետևաբար 125,000 մեծ նոր աշխատատեղերի քանակ չեն ստեղծում։ Մենք խոսում ենք օրինակ կոնկրետ Firebird-ի դեպքում 450 միլիոն շուրջ 450 միլիոն դոլար ներդրումների մասին, բայց աշխատակիցների քանակը 45-ից 50, այսինքն մեկ աշխատատեղի ստեղծման մասով շուրջ 10 միլիոն դոլարի մասին է խոսք գնում, բնականաբար դա լրիվ ուրիշ իրավիճակ է, քան թե տնտեսության այն մեր ծանոթ կառուցվածքը, որ նախկինում մենք ունեինք։ Գոպտ ասած են գործարաններ, հաստոցներ, հոսքագծեր եւ այլ տնտեսություն ենք ունենալու։ Հասկանալի է։ Ձեզնից առաջ այս տաղավարում էր նաև պարոն Արամյանը, Վարդան Արամյանը, որը ասաց հետեւյալը, որ այնուամենայնիվ մեր տնտեսությունը այս 6% տնտեսական աճը նաև ներդրված է նրա համար, որ ակնկալիք չկա, որ տնտեսության այսպես արտահանող ճյուղերը շարունակեն զարգանալ, այլ իներցիայով շարունակելու են զարգանալ ոչ արտահանելի ճյուղերը եւ դրա համար եւ դա խոցելի է։ Եվ դա խոցելի եւ դրա համար 6%-ներ որքան չափավոր է։ Եթե շարունակվի այս տեմպերը կարող է ապահովել, բայց մյուս չափավորությամբ բացի նաեւ խոցելի է բավականին։ Նույն կառավարության ծրագրում ես այսպես ուզում եմ հիշեցնել, որ նաեւ նշված է, որ տեղական արտադրանքի արտահանումը կրկնապատկվելու է։ Հետաբար երբ որ մենք խոսում ենք արտահանելի ճյուղերի զարգացման մասին, համենայն դեպս կառավարության սպասումների մակարդակում ստացվում է, որ նաեւ այդ ուղղությամբ ձևավորվելու է
որոշակի հոսքեր։ Իդեպ ես նաև այդտեղ նկատառում ունեմ, որ միգուցե ապրանքների մասին չպետք է լինի, պետք է լինի ապրանքների եւ ծառայությունների։ Ապրանքների եւ ծառայությունների կտրվածքով որ նայում ենք, այսինքն որտեղ կմնա նաև այդ հաշվողական կարողությունների արտահանումը, արհեստական բանականության գործարանների, արտադրանքի արտահանումը, որը ծառայություն է իրանից ներկայացնում։ Այդ դեպքում մենք ուրիշ պատկեր կարող ենք ունենալ, բայց միայն ապրանքների դեպքում դա բավական էլի իրատեսական է, հաշվի առնելով ոսկու ֆակտորը, ոսկու բարձր գները, արդյունահանման ծավալները առաջի տարիներին, բայց ամեն դեպքում բավականին խնդրահարույց կարող է հանդիսանալ մեր տնտեսության համար։ Արհեստական բանականության այդ գործարանները իրենք բավական էներգատար ոլորտներ են, որը կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտը, էլեկտրաէներգետիկա հատկապես ոլորտը բալանսի բերելու տեսանկյունից, որովհետև մենք հիմա ավելցուկ ունենք եւ չգիտենք ինչ անել շատ հաճախ։ Բացի դրանից, ինչ էֆեկտ է տալու տնտեսությանը գումարի տեսքով, հավելյալ արժեքի տեսքով, չգիտեմ, հարկային մուտքերի տեսքով տալու է թե ոչ։ Մենք ունենք առաջի կիսամյակի արդյունքով, երբ որ համադրում ենք թե ընկերությունները ինչքան հարկեր են վճարել, մենք կոնկրետ Firebird-ի մասով բավականին ինձ համար զարմանալիորեն մեծ հարկային մուտքեր մենք նկատեցինք, որ կա եւ հարկային թե մաքսային, որովհետեւ ներմուծել են այդ ապրանքները ենթադրաբար մաքսային մուտքեր պետք է լինեն։ Ես նկատի ունեի ընդհանուր մուտքը պետական բյուջեի եկամուտների մասով այդ կար, այնտեղ մեծ մասը այլ վճարներ, հա, այդ հատվածին էր բաժին ընկնում։ Ես կարծում եմ մենք իրականում արհեստական բանականության այդ էկոնոմիկայի հետ ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, դեռևս այդքան մանրամասն ուսումնասիրված թեմա չի, թե դա ինքը ոնց է դրսևորվում։ Ես մի քանի հրապարակումներ կարդացել եմ, թե օրինակ ԱՄՆ-ի տնտեսության վրա դա ոնց է ազդում։ Մեր տնտեսության մասով մենք հասկանում ենք, որ կապիտալի համախառն կուտակում բավականին մեծ ունենալու ենք, հա, մեր տնտեսության համար, ինչը հետագայում դրա օգտագործումը հնայի մաս է, հա, կազմում։ Մենք ունենալու ենք արտահանման մեծ ծավալներ, որոնք դրական են անդրադառնալու մեր տնտեսության ցուցանիշների վրա։ Ես նախորդիվ առիթ ունեցել եմ նշելու, որ ինչպես ժամանակին, երբ որ Apple-ը իր ոչ նյութական ակտիվները որոշեց կենտրոնացնել Իռլանդիայի դուստր ձեռնարկությունում, եւ հետո մենք տեսանք, որ Իռլանդիայի հնան շատ բարձր, հա, 24% նույնիսկ 15-6% այսպիսի աճեր էր արձանագրում։ Ես չեմ բացառում մեր մոդել, որպեսզի իրավիճակ առաջանա, այդ արտահանման մեծ գումարները, հա, մենք այդ ներոսքը ունենանք, բայց տնտեսության ազդեցությունը ինքը սահմանափակ կլինի ըստ երևույթին, քանի որ արժեշտության բավականին կարճ է։ Ես նշեցի աշխատակիցների քանակի վրա, ըստ Հայաստանի տնտեսության հետ միակ կապը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտն է։ Ինչը վատ չի։ Ինչը վատ չի, ինչու ես ուզում եմ շեշտել, ինչը վատ չի, բայց հիմա երբ որ մենք խոսանք օրինակ մեր ՏՏ ոլորտի մասին, հա, մենք ձևավորում ենք շատ մեծ թողարկում, շատ մեծ արտահանում ծառայությունների մասով, ՏՏ ծառայությունների մասին ակնում, բայց մեր տնտեսության այլ հատվածների հետ կապը կամ արժեթայի փոխկապակցությունը շատ թույլ է։ Աշխատավարձ է, որ մարդիկ ստանում են եւ սպառման մեջ է գնում այդ գումարը։ Կոչվում է induced effect-ներ, մենք երբ որ տնտեսական ազդեցությունները գնահատում ենք, կոչվում է ուղղակի անուղղակի եւ induced effect-ներ, այստեղ քանի որ նաեւ աշխատատեղերի քանակն է սահմանափակ, այդ արդյունքներին մենք պետք է բավականին զգուշավոր մոտենանք, թեման ուսումնասիրված չի եւ բավականին խոր ուսումնասիրության անհրաժեշտություն կա։ 2500 կիլոմետր ավտոճանապարհի եւ 40 կամուրջի կառուցում։ Մոտավորապես այսպիսի թիրախեդրել, ոչ թե մոտավորապես այսպիսի թիրախեդրել կառավարությունը 26-31 գործողությունների կամ գործունեության ծրագրում։ Սա իրատեսական է հաշվի առնելով Հայաստանում կապիտալ ծախսերի պարբերաբար թերակատարումները։ Ես, եթե կարելի է ձեր առաջին հարցին անդրադառնալ նաև այս ձեր տված հարցի կոնտեքստում լավ եւ վատ կողմերի առումով, հա։ Գիտեք, մեր կառավարության ծրագրում ինքը ասեմ, խմբագրական առումով, կառուցվածքի առումով երևում է, որ բավական լուրջ աշխատանք է, ջանքեր է փորձել են ներդնել։ Այդուհանդերձ տեղ-տեղ մենք ունենք, այսպես ասած, խորության տարբեր մակարդակներ։ Միտեղ մենք խոսում ենք օրինակ տոհմային տնտեսությունների զարգացման մասին քանակներ նշելով, հիմա դուք կամուրջների քանակներ նշեցիք, ջրամբարների քանակների մասին խոսք գնում, բայց օրինակ չկա այնպիսի մի ցուցանիշ, ոնց որ կապիտալի համախառն կուտակումը։ Եթե չկա այդ վերևի մակարդակում գտնվող ցուցանիշը, մենք խոսում ենք արդեն ավելի ներքևի մակարդակում գտնվող ցուցանիշների մասին։ Մի տեսակ այս մեր պատկերացնում դրա բազան որն է, այսպես ասած, որտեղից է ֆինանսավորվելու այդ ամեն ինչը։ Չէ, ես նկատի ունեմ շատ լավ, կառուցեցինք կամուրջներ, կառուցեցինք եւ այլն այլ ենթակառուցող ճանապարհներ։ Վերջում դրանից ավելի
սկզբում պետքա խոսքը գնար կապիտալի համախառն կուտակման մասին, հետո հասկացվող թե դա ինչի միջոցով է հնարավոր հասնել։ Մենք ստեղ խոսում ենք այդ մակարդակի մասին, բայց օրինակ չկա օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին հիշատակում ծավալային թիրախ գոյություն ունի դրա մասին, կապիտալի համախառն կուտակման մասին այդպիսի ցուցանիշներ չկա, ի տարբերություն 21-ի ծրագրի, երբ որ կար։ Ինչու չկա։ Ես կարծում եմ դա էլ է պայմանավորված զգուշավորության նպատակներով։ Որովհետև տեսեք, մի կողմից խոսում են նրա մասին, որ Հայաստանում սպասվում է միլիարդավոր դոլարների ներդրումներ TRIP-ի իրականացման կոնտեքստում, արհեստական բանականության վերաբերյալ այսպես պարտեզ ձևավորելու կամ նոր Silicon Valley ձևավորելու այսպես բանով, հա, համատեքստում, չգիտեմ, այլ ներդրումների տեսքով Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել, երկաթուղիներ կարող են ձևավորվել, ճանապարհներ, չգիտեմ, հոսանքի էլեկտրահաղորդման լարեր եւ այլ, բայց մյուս կողմից ձեր ասած ցուցանիշները չկան, որովհետեւ դրանք բոլորը սպասելիքների վրա են դրված, դրա համար է։ Ես ասում եմ, փորձել են դերևս մաքսիմալ զգուշավորության եղանակով առաջնորդվել, նաև համադրելով կառավարության ելույթների հետ ազգային ժողովում, մենք վարչապետի ելույթների հետ ազգային ժողովում, ասենք մենք կարող ասենք, որ 3 խոշոր ըստեյության ենթակառուցվածքային նախագիծ ենք ունենալու։ TRIP-ը երկաթուղու այն հատվածը, որը Նախիջևանը միացնելու է Հայաստանի հիմնականություն հատվածին եւ նաեւ Գյումրի ախորիկ հատվածները, սրանք էլ ներդրումներ պահանջող նախագծեր։ Դրանից մեկով արդեն տենդեր է հայտարարվել իդեպ ախորիկի մասին։ Այո, արդեն կա, այսինքն եթե այսպիսի նախաձեռնություններ լինելու են, այսինքն մենք ունենալու ենք կապիտալի համախառն կուտակման բավականին մեծ հոսքեր։ Եվ դրանք ճիշտ կլիներ հաշվարկել եւ թեկուզ գոնե զգուշավորության, բայց արտացոլել կառավարության ծրագրում։ Եվս էլ ցուցանիշներ կան, որ ես ինքս սպասում եի, օրինակ նախորդ ծրագրում կար թե գրանցված աշխատողների աշխատավարձի մասնաբաժինը հնայի կառուցվածքում, ինչ մակարդակում պետք է լինի, այս տարի դրա վերաբերյալ խոսակցություն չկա, հա, իհարկե միամիտ կլինի սպասել, որ ինչ ցուցանիշ նախորդիվ կար, պետք է ասես դինամիկայով նաև այս կառավարության ծրագրում դնել, բայց կան առանցքային ցուցանիշներ, որոնց բացակայությունը գոնե իմ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում։ Տեսեք, նախորդ տարիների, հատկապես նախորդ 2 տարիներ, երբ որ նայում ենք տնտեսական շարժիչ, այսինքն տնտեսական աճի շարժիչ հիմնականում շինարարությունն է։ Շինարարության ոլորտն է 20%, 24% աճեր է գրանցում եւ հիմա կարծես թե էլի շարունակելու է այդ տենդենսը, որովհետեւ կա դրսից եկող բավական մեծ հոսք գումարների, ինչպես ասում են բրոկերները, ոլորտի ներկայացուցիչները, եւ այդ գումարները հիմնականում գնում եւ կուտակվում են շինարարության ոլորտում։ Ռուսաստանից են գալիս մարդիկ, մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված են գումարները, որ պետք է գնային Դուբայ, դրանց մի մասը էլի գալիս են Հայաստան եւ այլ։ Սա ինչով է վտանգը։ Մի կողմից լավ է, գումար է կուտակվում, շինարարության ոլորտը զարգանում է, բայց մյուս կողմից ինչ վտանգների մասին է սա խոսում։ Սա արդյոք չի խոսում միակողմանի, մի կողմ թեքվող տնտեսության մասին աճի տեսանկյունից, որովհետև մենք որքան էլ քննադատում ենք կամ այս կառավարությունը քննադատում են, նախորդ կառավարություններ քննադատում մինչև 2008 թվականի տնտեսական աճի մոդելը, որը շինարարությամբ էր էլի պայմանավորված, կարծես թե կառուցում ենք նորից նույն մոդելը հիմա։ Ես մի քիչ այլ իրավիճակում գործ ունենք իհարկե զարգացումները։ Այո, իհարկե ավելի մեծ է տնտեսությունը, ավելի մեծ է եւ նաեւ այդ հոսքերի աղբյուրները, հա, ինքը տարբեր նշանակություն ունի։ Իմ հիմնական մտավախությունը ինչու՞մն է կայանում։ Մենք առաջնային էֆեկտ գրանցում ենք այդ բնակարանները կառուցելով, բայց հետագայում այդ բնակարանները մարդիկ կապրեն վարձակալությամբ կտան, այ իմ հիմնական մտավախությունը կայանում է նրանում։ Այսինքն մենք չենք ձևավորում թե չէ։ Շատերը ձեր շրջապատում վստահ եմ նույնպես ձեռք են բերում նաև բնակարան, հետագայում վարձակալությամբ տալու նպատակով, հա, եւ եթե սա շատ օրինակ կախված է աշխարհական զարգացումներից։ Տուրիզմից, մենք ունենանք արդյոք մեծ հոսքեր մեր հայրենակիցների Ռուսաստանից, հա։ Նաև վերջի հայտարարությունները ազգային ժողովում եվրոինտեգրման պաշտոնական, հա, այսպես ասած դիմում ներկայացնելու գործընթաց սկսելու վերաբերյալ եւ այլն։ Սա մենք չենք կարող բացառել, որ կգան մեծ հոսքեր, բայց արդյոք հույս դնել միայն այդ հոսքերի գալու վրա, եթե գան այդ մեծ հոսքերը մարդկանց, միգուցե կառուցվող բնակարանները նույնիսկ ավելի փոքր լինեն, հա, քիչ լինեն քանակով, մեզ պետք է շատ ավելին։ Կամ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը բնականաբար առաջիկա 5 տարին կարելի է ակնկալել, որ կարգավորվի, հա, չի կարա դա տևի տասնամյա պատերազմ դառնա, դժվար հավանական է որ 5 տարի կտևի, բայց արդեն այդքան մոտավորապես։ Ոչ մեկ չէր հավատում, որ 5 տարի կտևի, բայց սպասել եւս որ 5 տարի կտևի, ես կարծում եմ շատ ապոկալիպտիկ հա սցենարի դեպքում դա միայն կարելի է ենթադրել։ Սա ենթադրում է, որ նաև այդ հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի, այսպես ասած, հետ վերադարձը
այլ երկրների հետ հա կայուն հարաբերություններից իր, ինչը նշանակում է մարդիկ միգուցե Հայաստանում են, որ այսօր ապրում, նախընտրեն հետ գնալ իրենց երկրի եւ այսպես լիքը զարգացումներ կա կոնկրետ շինարարության շրջանում ստեղծված բանի հետ կապված մենք այս բանի ուսումնասիրություն ենք անում, որպեսզի գնահատենք թե մեր հնայի վրա իրենց ազդեցությունը եւ ոչ միայն հնայի, հա, զբաղվածության վերջի տարիներին ինչ էֆեկտ են ունեցել։ Պետությունը ծախսել է միլիարդավոր դրամներ եւ ծախսելու է մինչեւ 45 թվական եւ հաջորդ թիվ տարիներին այդ գումարները, բայց մեր տնտեսությունը ինչ էֆեկտ է ստացել, ըստ էության թվային գնահատական համապարփակ չունենք դրա մասին։ Փորձում ենք հիմա դա գնահատել։ Դուք ասում եք եկամտարկի հետ վերադարձի օրենքի մասին։ Այո, այդ եկամտային հարկի հետ վերադարձի օրենքի մասին, որտեղ մեծ մասը շինարարության հենց պայմանավորված է այդ սուբսիդավորման ծրագրով։ Լավ, տեսեք, կառավարության ծրագրի բիզնես միջավայրի բարելավում ասում է հետևյալը. գործարարների եւ ներդրողների համար պաշտպանված կանխատեսելի վստահելի եւ ինստիտուցիոնալ միջավայր ապահովելու մասին։ Մի կողմից սա է գրված, բայց մյուս կողմից օրինակ ես ասում եմ ոչ թե ներքին կոնտեքստը հաշվի առնելով, այլ արտաքին ներդրողի տեսանկյունից եմ նայում, հա գրված է սա եւ երկրորդը նա տեսնում է հետեւյալ գործընթացը հեծի հետ կապված գործընթացներ տեսնում է Ծառուկյանի բիզնեսների հետ կապված գործընթացներ, Քոչարյանից ընտանիքի հետ կապվող բիզնեսների հետ կապված գործընթացներ, հա, մի տեղում, չգիտեմ, կառավարող է փոխվում, մյուս տեղում կապարակնքվում են բիզնեսները եւ այլ եւ այլ։ Այդ մարդիկ ունեն բիզնես կապեր, այդ մարդիկ ունեն գործարար կապեր, այլ ներդրողներ, որոնք ինչ-որ պլաններ ունեն, նրանք ունեն ընկերներ, շրջապատ եւ այլ եւ այլ։ Սա ինչ այսպես էս դիսոնանս չի առաջացնում արտաքին ներդրողների մոտ, թե ոչ։ Ինձ թվում է պետք է տարանջատել ձեր նշած ձեռնարկությունները տարբեր մոտիվների եւ խնդիրների եւ պատճառների, հա։ Եթե մենք խոսում ենք օրինակ ԶՊՄԿ-ի մասին, Լիդիանի մասին կամ Viva Armenia-ի մասին կամ նույն հեծի մասին, սրանք այլ կոնտեքստում ոնց որ դիտարկել է հարցերը, ընդ որում հեծը դրանից այդ նշած ցանկից էլ առանձին դրանից էլ է տարբերվում այդ բանի դեպ ես ողջունում եմ նախաձեռնությունը որ պետքա կառավարումը մասնավորի փոխանցվի դա կրիտիկական է ես կարծում եմ շատ նպատակներով այո դուք առաջին քննադատներից եք որ պետական կապիտալիզմի չգնա այո պետական կապիտալիզմի այդ շատ վտանգավոր դրսևորումները մենք առանձին դեպքերում տեսել ենք բայց միևնույն ժամանակ ես տեսա այդ լուծումները մնացած ակտիվների մասով նկատի ունեմ ՍՊՄԿ նկատի ունեմ Viva նկատի ունեմ Լիդիան եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է կոնկրետ նշված քաղաքական գործիչների, հա, սա առանձին պետք է դիտարկել եւ հասկանալ, ես ինքս մասնագետ չեմ եւ չեմ կարող ասել նաեւ քրեական գործի բնականաբար մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչ դրսևորումներ կունենա դա պետք է ազդում է ներդրողների տրամադրությունների վրա, թե չի ազդում։ Ընդհանուր կարող է բացական, այսպես ասած, որոշակի, որտեղ ոչ բոլորն են ինպես, հա, խորանում, ես էլ չեմ խորացել այդ հարցերի առանձնահատկությունների մեջ, եւ նայում են, տեսնում են կա խնդիրներ, իրենց մոտ հարցեր առած։ Որտեղ կառավարության երբես հարց ուղում են, կառավարությունը մեկ ուրիշ օրինակ է բերում, ասում է, եթե դա ազդում է, ապա ինչու ենք մենք Firebird իրականացնում, Firebird-ի ծրագիր իրականացնում ենք։ Դրանք երկու տարբեր բաների մասին ենք մենք խոսում։ Դա չի նշանակում, որ Հայաստանում չի կարող լինի Firebird 2, Firebird 4, Firebird 10։ Բայց չեմ բացառում, որ կլինեն ներդրողներ, որոնք կհապաղեն ներդրում կատարել հաշվի առնելով այդ զարգացումները, որ մենք տեսնում ենք։ Չի նշանակում, որ մեկը ռիսկի է գնում, մյուսը այդ ռիսկը պետք է նույնպես ընդունի։ Հասկանալի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Civilian Business տաղավարում ես զրուցեցի Հայկ Ասպանյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։